Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ցայիկ հեռուստաընկերության եթերում նախընտրական քարոզչության շրջանակներում հարցերն այսօր կուղենք Մայր Հայաստան դաշինքի ավագան ու ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանին։ Բարև ձեզ պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Պարոն Սիմոնյան, անդրադառնանք նախքան բուն զրույցը սկսելը, ծրագրերին անդրադառնալը, երեկվա դեպքերին անդրադառնանք։ Ինչ մեկնաբանություն կտաք այս առումով ձեր խոսքը, ձեր մեկնաբանությունը խնդրեմ։ Այս իշխանություններից սպասելի էր, քանզի ինչ ասել են հակառակն են արել եւ ինչ է 7 տարիների ընթացքում արել են նախկինում իրենց կողմից քննադատության է ենթարկվել ամեն դեպքում մի փոքր մանրամասն որ գյումրեցիներին բարձ դառնա թե ինչ տեղի ունեցավ երեք ուրեմն 8:00-ին ներխուժեցին մեր գրասենյակ դրան զուգահեռ գնացին մեր շտաբի պետի տուն խոզարգության դրան զուգահեռ մեր համակիրների եւ ավականու անդամների տներ փորձելով ցույց տալ, որ մենք ենք այստեղ դրության տերը, ճնշումներ բանեցնելով, նախ ուզում են խափանել երեկվա մեր ամփոփիչ հանրահավաքը, որը չստացվեց իրենց մոտ, ուզեցան ցույց տալ, որ մենք ոնց ուզենք այդպես կանենք, եւ դրա պատասխանը ժամանակին Գյումրին տվել է, այդ ովքեր որ ասել են ոնց ուզենք այդպես կանենքի, եւ համոզված են, որ իրենց պատասխաննել է տալու Թողնենք մի կողմ, որ չհաջողվեց իրենց խափանել մեր ընթացիկ գործը, մեր առօրյա քարոզը եւ երեկոյան ժամը 18:00-ին ստացանք մենք հուշկու հավաք եւ ամբողջ Գյումրին այդ ամենի ականատեսը եղավ չափից շատ դադապարտելի արարք են կատարել իրենք երբ որ մեր ավականու անդամին երկու անչափահաս երեխաների դիմաց այդպես բիրտ ուժ կիրառելով երդասարդ աղջկա հանդեպ բերման են ենթարկում եւ տեղն էլ չեն ասում ծնողներին թե ուր են տանում հետո իմացանք 2-3 ժամ անց իմացանք որ Երևանում է մյուս մեր համակիրների տները այդ ձևական խոզարգություն անցկացնելով փորձեցին իրենց վրա ճնշում բանեցնել որովհետեւ ինչ որ ցուցմունքներ կորզել բայց բնականաբար չունենք այդպիսի բան որ ցուցմունք կարողանան իրենք կորզել Մեր շտաբի պետ Ոսկանյան Արայի բնակարան ներխուժելով նորից անշնորհք պահվածք ցույց տալով որ այդ ժամին մարդկանց անհանգստացնելով փորձում են ինչ-որ շոուներ սարքել ոչ մի բան չեն հայտնաբերում ես վստահ եմ իրենք գիտեն էլ որ չեն հայտնաբերելու որովհետև Արա Ոսկանյանին այս քաղաքում ճանաչողները միմիայն լավն են ասել միմիայն գովասանքի խոսքեր են ասել իդեպ Նաև իրենք են լավ հասկանում, որ Արա Ոսկանյանի տանը, բացի գրքերից, բացի ուսումից, բացի օգտակար բաներից հասարակությանը, ոչ մի բան չեն հայտնաբերելու, ուղղակի այդ իրանց կրեիկ պահվածքով ցույց են տալիս, որ ոնց ուզենք այդպես կանենք։ Ես ասում եմ, իրենք դրա պատասխանը կստանան մարտի 30-ին, միանշանակ, եւ քաղաքացիները Այս ամեն ինչի ականատեսը լինելով փորձելու են ել ավելի աջակցել մեր թիմին, ել ավելի աջակցել մեր գաղափարներին, ծրագրերին, որբիսի ի վերջո հաղթի արդարը ազնիվը, որովհետև Գյումրեցին շատ լավ զգում է, թե ով ինչի համար ինչ է անում։ Մենք այսօր բերել ենք մեր հետ ժբիտ սեր, գաղափարական հեղափոխություն, որ բարդադիր չէ քո թիմագիծը լինի, որ փորձես իր հետ աշխատել բացարձակ կարևոր չի որ քաղաքական հայացքներ ունեցող ուժին է սատար կանգնում քաղաքացին եթե նա մասնագետ է ուրեմն նաև մեր թիմի մեջ տեղ է ունենալու վաղվա քաղաքի կառավարման մեջ մենք այդպես հարուստ չենք կադրերով որ մտնենք այդ անձնական դաշտ եւ փորձենք թշնամանք սերմանել հագարակ թիմին ցայն տվող մարդկանց Եվ ամենակարևոր բանը փաստենք, որ վերցրել են մեր շտաբի պետի հեռախոսը, այս տարում 21-րդ տարում մենք շատ լավ հասկանում ենք, որ այն ինֆորմացիոն բազան, որ շտաբի պետը աշխատանք է կատարում, դա հենց հեռախոսի մեջն է, փաստենք, որ խոչընդոտել են մեր աշխատանքը, հիմա էլ այս պահին խոչընդոտ է հանդիսանում այդ հեռախոսի բացակայությունը, հեռախոս ուսումնասիրել իմ կարծիքով կարելի էր 3 րոպեվա, 10 րոպեվա անել իրենց հետարքիր բանը, բայց տարել են
հիմք ընդունելով, որ ինչ որ բան են փորելու մեջը, հենց հիմա համոզված ասում եմ, չկա հեռախոսի մեջ որևիցե բան, որ իրենք ուզենան դրանից կարճեն։ Եվ դրանից դուրս գալով Գյումրեցին պետք է իր որոշումը կայացնի եւ adekvat գնահատականն ու պատասխանը տա, ես հուսով եմ անպայման Գյումրեցին անելու է։ Պարոն Սիմոնյան, գաղափարական հեղափոխություն, այսպես տերմին է նշեցիք, այդ համատեքստում ինչ ծրագրով է ներկայանում Մայր Հայաստան դաշինքը ձեր գլխավորությամբ, ինչ է խոստանում Գյումրեցուն եւ ինչ վստահություն ունեք, որ այո, Գյումրեցին ձեզ վստահելու արդյունքում այսպես կունենանք ապահով եւ բարեկեցիկ քաղաք։ Նախ ես ավելացնեմ նաեւ իրենց բռնաճնշումների մասով, որ իրենք սկսեցին քարոզարշավի ընթացքում առաջի բռնաճնշումը, որը իրենք ցույց տվեցին, դա կոմունիստական կուսակցության հանդեպ էր, որ տեխնազույն առաջի համարին պես անշնորհք ձևով փորձեցին ոչ մի բան հաշվի չառնելով տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Հետո մենք տեսանք իմ հզոր համայնք կուսակցության առաջին համարին, որ էլի հրավիրեցին ոստիկանություն իբր ինչ որ հարց պարզաբանելու եւ երեք տեղի ունեցավ մեր քաղաքը դաշինքի առաջի համարի հորի եւ որդուն ձերբակալությունով, որը նորից դատապարտել է, այսինքն դու տանում ես այդ մարդուն։ Միտում եք տեսնում։ Միանշանակ, որովհետեւ եթե դու տանում ես մարդու հորը եւ որդուն, դու փորձում ես ցույց տալ, որ ես ամեն ինչի պատրաստ եմ։ Նայեք, դուք ել եք ձեր կողքի թիմագիծներով, մենք ամեն ինչի պատրաստ ենք, գնալու ենք ամեն ստորության, որբիսի հաղթի մեր տեխնազոն։ Եվ դա անել ընդրությունից 1 օր առաջ ես համարում եմ դա նաև լկտիություն։ Եւ ինչպես խոսեցինք, մեր հանդեպ այդ նույն ոդնցկությունը արդեն շտաբի պետի մագարտակով բան էլի այսպես գծագրով գալիս են, էլի այս մեկի շտաբի պետին, այս ավականու անդամին, այս համակիրին, այսինքն դոզավորված են պահում էլի այդ ամեն ինչը, այն մեկին հորը եւ որդուն, այն մեկին անձամբ իրեն, ամեն դեպքում քարոզարշավի մեկնարկից ես տվել եմ, որ չի կարելի մտնել անձնական դաշտ, ավելի լավ է մենք ծրագրեր քննարկենք, գաղափարներ քննարկենք, որ Գյումրեցին նայի հասկանա, այս մարդը, որ ուզում է դառնալ քաղաքապետ, այս թիմը, որ ուզում է ստանձնի քաղաքի կառավարումը, ինչ է շահելու ինքը։ Մարդը ուզում է այդ տեսնել, ոչ թե տեսնել, թե ով ում մասին ինչ գիտի, ով ում մասին ինչպես է պատկերացնում, ով ում հանդեպ ինչ թշնամանք ունի արտահայտելու, փորձի այդ ամենը շահ տալ։ Բարի, այս առումով ձեր տեսակետը հասկանալի է, իսկ ինչ կշահի Գյումրեցին։ Ընտրելով ձեզ։ Ուրեմն ասեմ, նախ մեր թիմին ներկայացնեմ, այդ բռնաճնշումներից հետո մեր երիտասարդները, այն որ կրակը աչքերից դուրս է գալիս, ամեն մեկը մեկ-մեկ սիրուն, մեկ-մեկ հրաշք երեխաներ, պատանիներ, իրենք իրենց կամքով տեսնելով այդ մամուլում հրաբարակումները, որ ճնշումներ է շտաբի վրա, գրասենյակի վրա, շտաբի պետի վրա, համակիրների վրա, միանգամից չաթերում իրար հետ կապ հաստատելով, վազքով եկան գրասենյակ, ինքնակազմակերպվեցին, դուրս եկան փողոց, այդ նույն իրանց վառ կրակ աչքերով, իրենց խրոխտ խոսքերով թիմին ոգևորեցին, հենց այդ երիտասարդներն էին, որ ոտքի կանգնեցրեցին այդ ոգին, գրասենյակի ներսի խուճապային մթնոլորտը, եւ այստեղ բոլորին պետք է շնորհակալ լինենք, ոչ միայն մենք, նաեւ հենց գյումրեցիները, որ կոդրեցին, ամեն երիտասարդ չէ, որ այդպես բան խուճապահար վիճակում կարող է ինքնակազմակերպվել եւ դուրս գալ փողոց, հենց բիրտ այդ իշխանություններին պատասխան տալ, հասկանալի է, չէ՞, կարող է ծնողներն ասեն, ինչ գործ ունեք, վայ, ցեզ էլ կբռնեն տանեն։ Այս ցանկանում եմ, որ մեր Գյումրիում նմանատիպ երիտասարդները որքան հնարավոր է շատանան, որքան հնարավոր է իրենց խոսքը բարձր պահեն եւ ցայն հասանելի դարձնեն յուրաքանչյուրին։ Նաեւ մեր ավականու անդամները եւ մեր համակիրները շատ այսպես ազարտով արձագանքեցին, որտեղ հիմա տեսնեն, թե մենք ինչ ենք անելու, դա հասարակ բան չի, երբ որ մեր գրասենյակում գտնվող անձինք իրենք բան չեն, 1000 տարվա այսպես քաղաքականության մեջ էփած մարդիկ չէին, որ համակիրների մասին է խոսքը, էլի, իրենք հասարակ գյումրեցիներ են, որոնք հենց զգում են, որ այստեղ է հավաքված այն ուժը, այն փոփոխություն բերողը, այն նորությունը, որի հետ իրենք ուզում են ինտեգրվել, եւ հենց իրենց կողմից էլ այդ adekvat
եւ արժանի պատասխանը իշխանությունները ստացան, երբ որ վերջում մեր հանրահավաքի ժամանակ բազմամարդ երթ տեղի ունեցավ։ Շնորհակալ ենք նաեւ իրեն, շնորհակալ ենք նաեւ մեր բոլոր գյումրեցիներին, ովքեր իրենց կոմենտարյաներով, իրենց օձիվներով ոգևորեցին եւ երդասարտների պահվածքը եւ մեր թիմագիծների, ավականու անդամների եւ ընդհանուր մեր գրասենյակի աշխատանքներին այդ բանը տվեցին։ Պարոն Սիմոնյան, Գյումրիին ազատ տնտեսական գոտի դարձնելու ազատ քաղաքրճակելու ձեր ծրագրին ուղղված ստորագրավակը 7700 գյումրեցու հավանությանն արժանացավ վերջին ամսում։ Այս մասով ինչ կասեք եւ ծրագրի իրականացումը ինչպես եք պատկերացնում, երբ ենթադրենք օրինակ քաղաքեղեկը հանձնվի ձեզ կամ եթե օրինակ ավականու շարքերում լինեք, բայց ոչ իշխանության կարգավիճակում։ Երբ խոսեցիք 7700 ստորագրությունից, դա ասեմ այն բազան է, որը դառնալու է հենց պահանջատիրոջ կողմից հանդես գալու մեր իրավունքները եւ ապագա ավականու ուղերձի նախագծի տակ այդ 7700 ստորագրությունն է դառնալու հիմք, որ իշխանությունը հասկանա, որ չպետք է խաղ անել, քանզի այսքան տարվա մեջ Գյումրին համակերպվել է երկրորդ քաղաքն ենք անկեղծելի մեր գյումրեցիներին սազականչ եւ արժանի չեն մեր գյումրեցիները, որ Հայաստանի ամենաաղքատ մարզը լինեն, Շիրակի մարզը եւ Գյումրի քաղաքը։ Բոլորս այստեղ ենք ապրում, մենք զգում ենք, չէ՞, մեր ներուժը, մեր այդ ավանդական արժեքներին տեր կանգնելը, այդ ընդգծված հայեցի տեսակը եւ լինել Հայաստանի Հանրապետության մեջ ամենաաղքատ քաղաքը։ Դրանից ելնելով մենք բոլորին ոտքի հանեցինք, որ պետք է պահանջատիրոջ կարգավիճակով հանդես գանք, ոչ թե խնդրողի կամ դիմողի։ Իմ կարծիքով այն իշխանությունը, որը չնստավ հաշվի այդ ստորագրությունների հետ, ես այդ 7700 բազմապատկում եմ 10-ով, կարելի է նաև 15-ով, ինչքան որ բնակչություն ունենք, ես չեմ պատկերացնում մի գյումրեցի, որը չուզենա Գյումրին տեսնել որպես ազատ տնտեսական կոդի եւ ազատ քաղաք։ Իմ կարծիքով մենք մեր համառության շնորհիվ հասնելու ենք դրական արդյունքների եւ չեմ էլ կարծում մի ավականու անդամ, որ կոդրած թևով չի ուզենալու գա եւ ստորագրի այդ փաստաթղթի տակ, որով պետք է դիմենք եւ պահանջատիրոջ կարգավիճակով հանդես գանք։ Երբ որ մենք ստացանք այդ դրական փոփոխությունը եւ Գյումրին ճանաչվեց ազատ տնտեսական կոդի, մեծ թափով կարելի է ամբողջ գյումրեցիներով շունչ քաշել, որ Գյումրին գնում է իրական զարգացման ճանապարհով։ Բարի, այս առումով սա ձեր հեռանկարային ծրագիրն է, այսպես ասած, ընթացիկ ծրագրերից ինչ կասեք, ինչպիսի ընթացիկ ծրագրեր ունեք։ Ընթացիկ ծրագրերում ամենակարևորներից մեկը պետք է նախանշեմ, որ դա քաղաքապետարանի աշխատակազմն է, որը այս պահին բացի թող վիճակ է, ոչ մասնագետի բանն ենք տեսնում, ներդրումը, բազմաթիվ մասնագետներ կան տները նստած նայում են, թե ինչ է կատարում այդ ոլորտի հետ, զարմացած ու հիասթափված ձեռքերն են թափ տալիս, թե լավ է, էս ով է, էսում են դրե այդ բաժնում էլի աշխատող, նաև կան քաղաքապետարանում աշխատողներ, որոնք իրոք իրենց տեղում են եւ լավ պատկերացնում են իրենց գործը, բայց համակարգային փտած լինելու պատճառով իրանք էլ են հիասթափված եւ ասում են ինչ ասում ենք, ասում են դրա ժամանակը չէ։ Եթե մարդուն տվել եք այդ հնարավորությունը, որ ինքը իր ծրագիրն ու գաղափարը աշխատասիրությունը ներդնի այդ գործում, որովհետեւ դրական արդյունք կա եւ ամեն բերած լավ բան ասում եք, հələ դրա ժամանակը չէ, ես չեմ հասկանում։ Դրա համար պետք է հենց աշխատակազմից սկսել այդ փոփոխությունը, ճիշտ կադրային քաղաքականություն վարել, միանշանակ պետք է աշխատավարձերը քաղաքապետարանի աշխատողների բարձրացվեն, որովհետև առանց արտար աշխատավարձի չես կարողանալու ունենալ որակյալ կառավարում, որակյալ կադրերը փախնելու են, գնալու են մասնավորի մոտ աշխատեն, մասնավորին օգուտ տան, եւ այդ մասնավորը չգիտես Գյումրիում է, Երևանում է, թե արտերկրում է։ Եվ նաև այս զարգացած տարում քաղաքապետարանը ունի իր աշխատողի համար այսպես ասած բուժական բան
Ստրախովկա, հա, ապահովագրություն, առողջապահական ապահովագրություն։ Հա, էլի ասենք առողջապահական ապահովագրություն չունես դու։ Չունես սեմինար դասընթացներ, որում որակավորում ես տանում հենց այդ նույն քո աշխատակազմը, որ իմանա փոփոխություններով ինչպես է կառավարելու։ Ամեն անգամ նոր տեխնոլոգիա է գալիս առաջ։ Աշխարհը առաջ է գնում, մենք այսօր ընկել ենք լամպիչկա փոխելով քարոզարշավ ենք անում։ Նաև մենք ունենք կրթական ոլորտի բարեփոխումներ, նույն մեր մանկապարտեզների նախակրթարանների խնդիրն է, որտեղ նորից մանկավարժները, դայակները ցածր աշխատավարձի պատճառով շատ դեպքերում չեն ուզում աշխատել։ Մենք չունենք այն փոփոխությունների կամքը, որ կարողանանք խմբեր մեծացնել եւ հերթի մեջ գտնվող 1000-2000 երեխաների տեղավորել, որոնք իրենց հերթին չեն թողում իրենց ծնողներին, որ ցերեկային ժամերին կարողանան աշխատեն։ Այնքան շատ են խնդիրները, չեք պատկերացնում, որ խոսենք, մի տարի պետք է խոսենք։ Շատ լավ, իսկ ինչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից եւ համագործակցության առումով որ ուժերի հետ կհամագործակցեք։ Իմ կարծիքով գյումրեցիները ամբողջ քարոզարշավի ընթացքում տեսան, գնահատեցին, զգացին եւ իրենց adekvat պատասխանը տալու են մարտի 30-ին։ Եթե ընտրությունները չկեղծվեն, համոզված եմ, որ ամենաշատ ձայները վստահվելու են այս թիմին, որովհետև երիտասարդությունն այստեղ է, գործարարն այստեղ է, մասնագետն այստեղ է, տնտեսագետն այստեղ է, քաղաքագետն այստեղ է, եւ այստեղ է կամքը, վճռականությունը, որ առաջի հերթին զբաղվի Գյումրիի խնդիրներով, առաջի հերթին շեշտը տնի Գյումրիի զարգացման ծրագրերի վրա, ոչ թե անդրադառնա ինչ-որ նեղ միջանձնային հարաբերություններ բարձելով։ Եվ մեր թիմը միակն է, որ մինչև այսօր տանում է այդ գիծը, որ մենք դառնալու ենք նաև մնացածի քաղաքապետը, որոնք նաև քվեարկել են ուրիշ կուսակցության օգտին։ Մենք միակն ենք եւ այն թիմն ենք, որ ասել է ոչ մի ուրիշ հայացքներ ունեցող մարդու, որը ունի խելք, ունի մասնագիտություն, տիրապետում է իր գործին, ունի գաղափար ծրագիր, չի ներգրավելու մեր թիմ։ Անպայման մենք հրավիրելու ենք նմանատիպ մարդկանց, որովհետև եթե չունեցար այդ կադրային քաղաքականությունը, Գյումրիի զարգացումից խոսելը անիմաստ բան է։ Իմ կարծիքով ամենաբարդ բաներից մեկը, որ կարողանաս հենց այդ ճիշտ կադրային քաղաքականության շնորհիվ յուրաքանչյուրին տալ իր պարտականությունը, հետևել եւ պահանջել, որովհետեւ եթե տալիս ես ու հետևից չես պահանջում, ուրեմն այդ տվածդ գնալու է կորի։ Շատ լավ, դուք քվեաթերթիկում համար 4-ն եք, այո։ Համար 4-ը նաև սիմվոլիկ է, ես ծնվել եմ հուլիսի 4-ին։ Նաև հուլիսի 4-ն է սիմվոլիկա, որ մեր Ֆրունզիկ Մկրտչյանն է ծնվել, եւ 4-ը մեր հաջողության, այսպես ասած, ապահովողն է, էլի։ Ամեն դեպքում, եթե այնպես ստացվի, որ ուժերից ոչ մեկը 50+ այսպես շրեմը չհաղթահարի, որ ուժերի հետ կպատկերացնենք համագործակցություն։ Բոլոր այն ընդդիմադիր ուժերի, ովքեր կիսում են մեր ծրագրերը, գաղափարները, մենք պատրաստ ենք ստանձնելու ընդդիմադիր ուժերի մեջ լոկոմոտիվի տերը, միավորելու ամբողջ ընդդիմադիր դաշտը եւ քաղաքացիական պայմանագրին վերջնականապես իշխանազրկելու Գյումրիում։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ Ցայք հեռուստաընկերության եթերում նախընտրական քարոզչության շրջանակներում ես զրուցում էի Մայր Հայաստան դաշինքի ավականու ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանի հետ, կհանդիպենք։